Պարոն Միրզոյան, առաջի հարցը այսպես կոչված խաղաղության պայմանագրի գործընթացի մասին։ Դու դա նկարագրեցիք որպես մեծ ձեռքբերում, թշնամու խմբագրության հետ համաձայնվելը, չգիտեմ ինչու եք համարում մեծ ձեռքբերում, բայց եւ այնպես, ինչ ենք մենք դրա մասին իմանում թշնամուց, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունից իմանում ենք 2 ժամ հետո։ Երկրորդը դա գործընթաց է, այդ գործընթացը այդ վարկյանից, երբ Ադրբեջանը հայտարարեց, որ դուք համաձայնվել եք իրենց կետերի վերջի 2 կետի խմբագրության հետ, ինչքան է առաջ գնացել։ Մյուս հարցը ՀՀ-ԵՄ գործընթաց։ Այս գործընթացը այն վարկյանից ի վեր, երբ քննարկվեց այդ օրենքը ազգային ժողովում, մինչև այս վարկյանը, քանի օրենքը որ քննարկվեց, այս վարկյանից մինչև այս վարկյան, ինչքան ենք առաջ գնացել։ Սան ավելացնենք վերջի անակնկալը Գերմանիայի դեսպանատնից, որտեղ վիզաների ձեռքբերման գործընթացը համեմատաբար տանելի է, հիմա ինչա կատարվում վիզաների կենտրոնում, կարծում եմ ձեզ շատերն են ասել, դա կատաստրոֆա է։ Եվ մի հարց, քանի որ այդ հարցը տրվեց 3 ճիշտ է փակ նիստում ուժային կառույցներից մեկի ներկայացուցիչներին, չգիտեմ ինչքանով կարող եմ հիմա բարձրաձայնեմ, բայց եւ այնպես հունվարին կնքված պայմանագրում փաստաթղթում վերջի օրերին Բլինկենի հետ կետ կար նաև հրապարակված սահմաններին, ամերիկացիների ներկայության, անվտանգության ապահովման եւ այլն։ Եվ խորհուրդ տրվեց այդ հարցը ուղղել ձեզ, ես հիմա այդ խորհրդին հետևում եմ, հարց ուղղում եմ ձեզ, 6 ամիս համարյա անցել է, այդ ստորագրման վարկյանից մինչև այս վարկյան, երբ մտակ ես դահլիճից ներս, կոնկրետ ինչ քայլեր են նախաձեռնվել։ Շնորհակալություն։ Մեկ էլ եթե կարելի է մի հարց է, էլի մի քանի անգամ լսվում է Մինսկի խմբի կառույցների լուծարում։ Ինձ կխնդրեի Մինսկի խմբի գոնե 3 կառույց նշել։ Հա? Գոնե չէ, 3 են։ Այդ 3 կառույցները եթե կարելի է նշեք են, որտեվ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Մինսկի խմբի կառույց չի։ Եթե դա էլ նշեք, խնդրում եմ ԵԱԿ-ը որևէ փաստաթուղթ, որը այդպես սահմանում է։ Մինսկի գործընթացի կառույցներ ասելով, պարոն Խաչատրյան, եթե ուզում եք դուք ցույց տաք, որ ես լավ չգիտեմ Մինսկի գործընթացը ինչա, չեմ ուզում հասկանամ։ Պարզա 3 բանի մասին է խոսքը, էլի, երբ որ ասում ենք Մինսկի գործընթացի կառույցներ։ Մինսկի խմբի ուրեմն համանախագահությունն է, անձնական ներկայացուցիչն է, ունի ընդհանուր տրամաբանությունն է։ Եվ, HLPG-ն մի քիչ դժվար է բացել, չեմ կարա բացեմ, Դե լավ, չունի։ Հիմա քննարկվում են այդ կառույցները, այդ մեխանիզմները։ Հիմա պարոն Խաչատրյան, գաղտնիք չկա այդ բանի, Միացյալ Նահանգների հետ կապված դուք վարանումով ասեք, ես վերջից եմ գալի, հարցերի։ Գաղտնիք չկա, եւ կարող ենք բաց խոսել այս մասին, խոսքը մեր սահմանային, ուրեմն սահմանային անցումը վերահսկող մեխանիզմների մեր հնարավորությունների ընդլայնումն է, լավարկումն է, այսինքն չգիտեմ, խոսքը տեխնիկական գործընթացների մասին է եւ հայ սահմանապահների կարողությունների կամ սահմանապահ ծառայության կարողությունների ընդլայնումն է։ Այլ բան դրա տակ, գիտեմ, մինչև մեկնաբանվեց, չգիտեմ, ամերիկյան սահմանապահների կամ սահմանապահ ծառայության ներկայություն, մասնակցություն որևէ կերպ մեր սահմանապահ ծառայության խոսքը դրա մասին չի։ Այդ խումբը դեռ չի ժամանել, բայց հասկանում եք, խոսքը process-ի մասին է, որի միայն մի հանգրվան է այդպես մեծ, ուրեմն քննարկման առարկա դարձավ։ Վիզաները, ուրեմն Եվրոպական միության անդամ երկրների կողմից մեր քաղաքացիներին տրվող վիզաների տրամադրման կամ հերթագրման կամ հարցազրույցների ուրեմն գործընթացը իսկապես մտահոգիչ է։ Մենք այս հարցը մեր ԵՄ անդամ երկրի գործընկերներին, նրանց ովքեր ներկայություն են Երևանում առնվազն, մշտապես նրանց ուշադրությանը բերում ենք, հնչում են տեխնիկական պատճառաբանություններից վերջացած մինչև ֆինանսական դեպքեր կան
ընդունում ենք հայկական օրինակ չգիտեմ դիմողի դժգոհությունը դեպքեր կան բայց բացառիկ է սա կանոն չեմ կարող դարձնել որ մենք չենք կարծում որ մեր քաղաքացու նկատմամբ օրինակ հարգալից վերաբերմունք հա դրսևորվել դեպքեր էլ կան բազմաթիվ դեպքեր էլ կան կամ եթե կուզեք դեպքերի մեծ մասում առնվազն մենք առարկություն չունենք հիմա այդ են իրենց ընթացակարգերը եւ իրենց որոշելիքն է վերջնական առումով բայց ընդհանուր առմամբ հարցի ուրեմն խնդրի լեգիտիմությունը եւ խնդրի գոյությունը ընդունում եմ եւ առաջին անգամ չի որ արտգործնախարարը ասում է որ այս հարցով մենք մեր ԵՄ գործընկերների հետ աշխատում ենք դրա լավագույն լուծումը եթե կուզեք մեծ հաշվով վիզաների ազատականացման գործընթացի արդյունավետ եւ հնարավորինս արագ ավարտն է Ստեղ էլ գաղտնիք չի, որ Հայաստանի Հանրապետությունը իր բաժին գործ ունի միայն ԵՄ դաշտում մնացած որոշումը չի, սկսած բիոմետրիկ կենսաչափական անձնագրերի նորմալ համակարգի ներդրումից վերջացրած բազմաթիվ այլ հարցերով։ Օրենքի մասին խոսեցիք եւ ինչ արվել մինչ այժմ։ Եթե դուք նկատի ունեք, արդյոք Հայաստանի Հանրապետությունը դիմել է ֆորմալ է դիմումը Եվրոպական միության անդամ դառնալու հանձնել է Բրյուսելին թե ոչ, ապա ոչ, այդպիսի դիմում Հայաստանի Հանրապետությունը չի հանձնել։ Եվ ամենավերջում անդրադառնամ ձեր կողմից ամենասկզբում հնչեցրած հարցին թշնամու հետ պայմանագիր։ Նախ պարոն Խաչատրյան, ես ձեզնից միշտ ստացել եմ որպես շատ կիրթ եւ տրամաբանող մարդու տպավորություն եւ չեմ կարծում որ ձեր համար գաղտնիք է որ խաղաղության պայմանագիր բոլոր ժամանակների բոլոր ժողովուրդների պատմության մեջ խաղաղության պայմանագիր կնքել են թշնամու հետ հակառակորդի հետ որոշակի ռազմական հաճախ գործողությունների պատերազմների ավարտից հետո Հիմա ասում եք չէ դա լավ մի քանի շերտ ու երանգ ուներ ձեր հարցադրումը հիմա ասում եք որ Ինչ ձեռք բերում է թշնամու հետ, ուրեմն թշնամու պայմանների ընդունումը, գիտեք, այնուամենայնիվ, ինչքան էլ որ բացասական տրամադրված լինեք, կամ ինչքան էլ որ փորձեք որևէ հիմնավոր, անհիմն կապ ունեցող, անկապ առիթ օգտագործեք քննադատելու կառավարությանը, գոնե չի կարելի շղթել, որ Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը մի տեքստ, որի շուրջ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը ասում են մենք այս տեքստի հետ համաձայն ենք։ Իսկապես շոշափելի ձեռքբերում է եւ նույնիսկ չստորագրված վիճակում միայն փաստի հայտարարմամբ իսկ որոշակիորեն Հայաստանի Հանրապետության անվտանգության աստիճանի բարձրացում։ Հիմա, բայց ես ավելի առաջ գնամ, կանխած գալով մեր եւ ձեր միջև արդեն քիչ-քիչ ծավալվող կռիվը լավ ավանդույթների համաձայն։ Այս մասին ով խոսա, պարոն Խաչատրյան, գոնե դուք պիտի չխոսաք։ Եվ ես կարող եմ ասել ինչու։ Դուք ներկայացնում եք մի քաղաքական ուժ, որը 1918-20 թվականներին ինչքան ուժ ուներ Ինչքան հնարավոր էր վատ պայմանագրեր կնքեց հարցակվող թշնամական Կդրեք Լսվեց չէ բայց այդ որ ես միկրոֆոնը կարող ասում եի դաշնակցություն խոսալու իրավունք չունեմ մի հատ եմ կրկնում Պարոն Խաչատրյան, Ալեքսանդրապոլի պայմանագիր, չգիտեմ, հիմա դուք էլ եկեք չկռվենք, դուք չունեք փաստարկ եւ խոսալու տեղ։ Մեծ է կարծականքը։ Պարոն Միրզոյան, ես մի անգամ եմ մանկապարտեզում կողքի աղջկա մազն եմ քաշել, հույսում եմ չեք ասի, որ դա ինձ զրկում է հարց տալու իրավունքից։ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվեց Բաթումի պայմանագրով մոտ 12000 քառակուսի կիլոմետրի վրա, հանձնվեց բոլշևիկներին մոտ 30000 քառակուսի կիլոմետր տարածքով, իսկ այդ ընթացքում ինչքան էլ կապ չունի, սկսվեց 12 Այսքան ծիծաղալու բան ասի, պարոն Նազարյան, սկսեց 0-ից 12-ով ֆիքսվեց, 30-ով հանձնվեց։ Դուք որ
առաջի փոխվարչապետ էիք, հանգիստ գնում եք Ստեփանակերտ, որովհետև 42000 քառակուսի կիլոմետր այն տարածքը, որ հանգիստ գնում էիք։ Հիմա Հայաստանի ինքնիշխան իրավազորության ներքո գոնե 28742 քառակուսի կիլոմետր, այսօր ձեր իշխանության ներքո 200 քառակուսի կիլոմետրով պակաս եւ կար Արցախի հանրապետություն 12000 քառակուսի կիլոմետր ինքնիշխան իրավազորության ներքո, բայց ձեր հարցերին պատասխանեմ չկռվենք, ուրեմն ֆիքսենք ամերիկացիների հետ մոտ 5 ամիս առաջ ստորագրել եք փաստաթուղթ, դեռ չեն ժամանել եւ դեռ ինչ է արվել, որևէ պատասխան չնշվեց, վիզայի ազատականացման հետ կապված քննարկում եք, բայց ոչ մի լավ բան դեռ չկա, ես առաջի Շենգեն, դեռ Շենգեն չէր, գերմանական վիզան 96 թվին եմ ստացել, 5 օր է տևել, դիմումը ներկայացնել, գնալ հարցազրույցի, գնալ անձնագիրը վերցնել, այսօր հիմա բոլորով ստեղում ձեռը հեռախոս կա, մի հատ փորձենք որևէ վիզայի կենտրոն, որևէ երկրի համար փորձենք ժամադրություն ստանալ, տեսնենք քանիսս, այսքանիցս կհաջողի, որևէ արդյունք ոնց որ թե չկա, եմե գործընթաց, ես չասեցի, դիմումը ներկայացրել եք, թե չէ, ես ասել եմ, օրենքի ընդունման վարկյանից, մինչև այսօր, ինչ որ քայլ արվել է, թե չի դեպի Համզաչիման, օրենքն ասում է, ԵՄ-ի հետ դեպի Եվրոպական միություն, լավ, դեպի անդամակցության գործընթաց Եվրոպական միությանը, դեդ ուղղությամբ, դեպի Բրյուսել, լավ, ինչ քայլ է արել։ Այո, տեսեք, իսկ գիտեք ինչքան չվող թռչուն կա, որ չվում թռչում։ Հիմա պետք է արդյունքի մասին խոսանք։ Հիմա եթե տենց պետք է խոսանք, տենց խոսանք։ Եվ երկրորդը խաղաղության պայմանագիրը էլի մի հարց կար։ Ինչի ենք մենք դրա մասին իմանում Բաքվից։ Եվ երկրորդը կար նույն ծրագիրը, որ նայում ենք, օրինակ կառավարության այս տարվա, որը ներկայացրել էիք նախորդ տարվա կատարողականի հետ կապված, ասում եք երկու կետ ենք ներկայացրել Ադրբեջանը, սպասում ենք Ադրբեջանից պատասխանին։ Ադրբեջանը չպատասխանեց, դուք ընդունեցիք ադրբեջանական շարադրանքը։ Այդ տեքստը դրա մեջ ինչ քաջություն կար, դա ինչով են նպաստում մեր անվտանգությանը, իրանք շարունակաբար կրակում են, երրորդ զինվորական օդանավականն են բացել մեր սահմաններին, զենքի գնման ծավալները աճել են, Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան զորավարժությունների ինտենսիվությունը աճել է, ինչով ենք մենք մեզ ավելի ապահով զգում, քան թե մինչև այն վարկյանը, երբ այդ երկու կետերը համաձայնեցված չէին եւ Ադրբեջանը չէր հայտարարել, որ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնվել են այդ երկու կետի եւ վերջնական պայմանագրի շուրջ։ Պարոն Խաչատրյան, ընդհանրապես չեմ խուսափում, շարունակենք խոսակցությունը, եթե պարոն Խանդեյան հնարավորություն տա մի հատ է արձագանքենք, մի հատ է, այսինքն եթե որևէ բանի չեմ անդրադառնում, հանկարծ տպավորություն չլինի, որ թեմա կա, որի շուրջ խուսափում եմ խոսալ։ Օրինակ, որ ասում եք, որ մենք ստացանք այսքան, ժառանգեցինք այսքան, դուք էլ հանգիստ գնում եք Արցախի հանրապետություն։ Որ ասում եք Արցախի հանրապետություն, մի հատ խնդրում եմ, կասեք ինչ նկատի ունեք։ Կարակ հետո կարակ գնանք մամուլի ասուրից տակ, եթե նույնիսկ պարոն Խանդեյանը չի, ես ուղղակի ասում եմ իմ տարակուսանքը, այսինքն նայեք, դուք տենց հպարտ դեմքով ասում եք Արցախի հանրապետություն, բայց մի հատ կարակ ասեք, կար Արցախի հանրապետություն ձեր համար գոնե, դուք երբ որ իշխանություն եք, կար ճանաչված Արցախի հանրապետություն, պատասխանը ակնհայտ է, չէ, սա ինձ ստիպում է ենթադրել, որ դա սովորական քարոզչական են հնարքներից է, հայրենասիրականի անվան տակ սիրուն փաթեթներից, որի տակ դուք լրիվ ուրիշ բաներ եք պայմանականորեն վաճառել Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Հետևաբար կրկին այս արտահայտությունը ես հա ասում եմ, հալվա ասելուց բերանը չի քաղցրել, որ դուք շուշուտ ասում եք Արցախի հանրապետություն, ճանաչեիք այդ Արցախի հանրապետությունը, հետո էլ կասեք, հետո რა ասում եք մենք ձեզ թողել ենք 42000 քառակուսի կիլոմետր, ես հարցնում եմ, ինչ Հայաստանի հանրապետություն,
Դե տենց հա դու խով ասեք հա, որովհետև էտել էր տարբեր մի րոպե։ Դա էտել էր տարբերակ, ասել չենք ճանաչում Արցախի հանրապետություն, այդ սա հիմա ճանաչում ենք Հայաստանի հանրապետություն։ Ախր դուք ոչեն եք արել, ոչեն եք արել, ոչ լուծման եք գնացել, ոչ հայտարարել եք դա հանրապետություն անկախ, ոչ հայտարարել եք Հայաստանի մաս, ոչ զիջել եք, ոչ չեք զիջել։ Ուղղակի անverջ, անսահման ձգել եք ստատուս քվոն իմանալով, քաջ իմանալով, որ դա մի օր պայթելու է ժողովրդի գլխին։ Եվ էլի պատահական չի, ուզում հիշեցնեմ 2018 թվականի դեմոկրատական ոչ բռնի թավշյա հեղափոխությունից հետո, երբ որ մենք նոր ձևավորում ենք իշխանության մարմինները, երբ որ նոր առաջնորդություններ ենք սահմանում, փորձում ենք իրականացնել, ես հիշում եմ այդ օրերին այդ բան լայնածավալ վայրահաչ են մասին, որ հեսա սրանք հողեր են տալու։ Մենք էլ այնքան միամիտ էինք, որ այդ ժամանակ սի գլխի էլ չէինք ընկնում, ինչի մասին են խոսում, ես ինչ աբսուրդ մեղադրանքներ են հիշեցնում։ Ես սա ինչի եմ ուզում ասում։ Ուզեմ ցույց տալ, որ դուք լավ էլ իմացել եք, որ այդ մի օր պայթելու է, եւ հետեւաբար իմ համար սա ձեզ անձնապես չեմ ասում, չնայած համարձակություն ունեմ ասելու, որ նաեւ կարծում եմ անձնապես էլ մաս եք այդ ամեն ինչի։ Իմացել եք, որ այն գիծը, որ ոչ մի հստակ բան չի կարել, եւ իմացել եք, որ դա մի օր պայթելու է ժողովրդի գլխին։ Եվ այդպես էլ եղել է։ Ցավոք սրտի մենք եւ հայ ժողովուրդը եւ ես անձնապես չենք ունեցել բավարար խելք, քաղաքական հասունություն, քաղաքական միտք, եթե կուզեք, ժամանակին ճիշտ կողնորոշվելու գլխի ընկնելու եւ գնալու զիջումների, գնալու լուծումների ասում եք ինչ այդ երկու պայմանագրին վերադառնալով ինչը ձեզ ստիպեց այդ երկու կետի շուրջ վերջին քննարկող երկու կետի շուրջ էլ համաձայնության գալ ասեմ պարոն Խաչատրյան չնայած վստահաբար չեք կիսի բայց կապ չունի դրանից իմ պատասխանը չի փոխվում ուրեմն եկավ մի պահ երբ մենք մտածեցինք որ հետագա ուրեմն բանակցությունները մնացած քննարկվող ձևակերպումների շուրջ քիչ հավանական են, որ կտան ուրեմն ցանկալի արդյունքներ եւ կստացվի մի իրավիճակ, որ հետագա քննարկումները, որոնք կրկին աղոտ հեռանկարով քննարկումները, ուրեմն հարցականի տակ կդնեն արդեն իսկ համաձայնեցված շատ էական ուրեմն ձևակերպումները Եվ այդ պատճառով նաև մենք վերջին գործողությունը, որ արվել է, մենք հայտնել ենք վերջին տարբերակի, վերջին առաջարկի շուրջ մեր ուրեմն համաձայնության մասին։ Սովորական բանակցություններ, ցանկացած բանակցություններում վերջում մեկը ասում է, լավ, այս վերջի ասածը բան է, ընդունելի է եւ այդտեղ տեղա ունենում պայմանավորվածություն, պայմանագիր։ Մեր դեպքում պայմանավորվածությունը տեքստի շուրջ տեղի ունեցել, ստորագրությունը դեռ չէ, բայց հուսանք առաջիկայում դա էլ